Ինչպես արդեն հայտնի է, եվրոպական մի շարք երկրներ սկսել են բոյկոտել Եվրատեսիլ 2026-ը եւ այն պատճառով, որ մասնակցելու է Իսրայելը։ Եվ կարևորն այն է, որ այստեղ հատկապես բոյկոտում է Իսպանիան։ Ինչու՞, որովհետեւ Իսպանիան այն 5 գլխավոր կազմակերպիչներից մեկն է, որը որ ստանձնում է Եվրամիության կազմակերպման դերը։ Իսպանիային են միացել նաև Նիդերլանդները, Հոլանդիան եւ Իռլանդիան, ինչպես նաև մի քանի այլ եվրոպական երկրներ, բոյկոտ է նաև տեղի ունենում տարբեր քաղաքներում։ Վերջերս Օքսֆորդում ուսանողները բոյկոտել էին, ասելով, որ ինչպես է, որ Ռուսաստանին արգելում եք, իսկ Իսրայելի համար դռները բաց է։ Դե բնականաբար Եվրոմիության եւ ընդհանրապես Հարևմուտքի երկստանդարտները վաղուց ինչ չեն զարմացնում։ Եվ մի կողմից էլ նաև զարմանալի է, որ սիոնիզմի ստրուկ Արևմուտքը նաև նման քայլեր է անում, ինչ վերաբերում է մեզ, հասկանել է, որ մեր դեպքում, եթե նույնիսկ բոլորը հրաժարվեն, մեր ոչխարները, գլուխները կախ պարտադիր կգնան, որովհետև հրյաներին ծառայելը կարծեք մի տեսակ հաճույք է պատճառում հայերին։ Հիշում եմ, ինչպես պատերազմից հետո, նույնիսկ Եվրատեսիլի ժամանակ, մեր տականքները 12 միավոր տվեցին, այն Ռուբինյաներ ինչեր են Սոնա, նաև այդ հանձնախմբի մեջ էր, հանրային հեռուստատեսության, Իսրայելին, այն դեպքում, երբ որ Իսրայելը առավոտից երեկո ոչ միայն զինամթերքով, այլև ընդհանրապես գաղափարապես եւ ամեն հնարավոր առիթով պաշտպանում է Ադրբեջանին։ Դե ինչ պետք է արթուն մնալ եւ ազգային իշխանության դեպքում անպայման ուրեմն մենք կուղենք մեր սխալները։